Մարդկանց մեծ մասը մարզվելուց առաջ տաքանալու համար անում է ինչ-որ սենց վարժություններ, որոնք լավագույն դեպքում անիմաստ են ու ժամանակի կորուստ։ Առհասարակ մարզվելուց առաջ տաքանալը ունի երկու նպատակ՝ քչացնել մկանային տրավմա ստանալու հավանականությունը եւ բարելավել մեր մարզման արդյունավետությունը ու վարժությունների կատարման որակը։ Մկանային տրավմաների հավանականությունը քչացնելու համար ամենալավ բանը, որ կարող անեք, այդ բառացի մկանների ջերմաստիճանը բարձրացնելն է։ Ինչը անելու ամենալավ տարբերակը կարդիոն է։ Նախընտրելի է անել ցածր ինտենսիվությամբ, այսինքն զոն 1 կամ զոն 2 կարդիո, մոտ 10-15 րոպե տևողությամբ, որովհետև այս մկանները տաքացնելու ամենաէֆեկտիվ ձևն է առանց հոգնելու։ Մկանների ֆիզիկապես տաքանալը նաև բարելավում է կծկման արագությունը։ Եթե նկատել եք ձմեռները, երբ մատերը սառում են, սկսում են շատ դանդաղ կծկվել։ Ու այս այդ նույն երևույթն է։ Այս կարող է նաև շատ կարևոր լինի, եթե դուք անում եք ինչ-որ plyometric-ներ կամ որոշ վարժություններ, որտեղ աշխատում եք արագության վրա։ Երկրորդ բանը, որը պետք է հասկանալ տաքանալու համար, այդ post-activation potentiation-ն է։ Երբ մենք ինչ-որ մկանաթել ենք ակտիվացնում, ակտիվանալուց հետո կարճ ժամանակով, մոտ 1-ից 5 րոպեով, այս մկանաթելը կարողանում է ավելի ուժեղ կծկվել։ Post-activation potentiation-ի էֆեկտը ստանալու համար բավական է նույնիսկ 1 կրկնությունը ու կարևոր չի կատարման արագությունը։ Բայց քանի որ այն լինում է մկանաթելի մակարդակի վրա, մեզ պետք է ակտիվացնել մաքսիմալ շատ քանակի մկանաթելեր, որպեսզի իրանք կարողանան ավելի ուժեղ կծկվել աշխատանքային քաշով մոտեցումը անելուց։ Սրա համար կարելի է ուղղակի ընտրել աշխատանքային քաշից մի քիչ ավելի թեթև քաշ ու անել 1-2 կրկնություն մաքսիմալ ջանքով։ Այն ինչ որ անում են մարդկանց մեծ մասը, այսինքն թեթև քաշով բազմաթիվ, օրինակ 10 կրկնություն անելը, տաքանալու համար ոչ միայն անիմաստ է, այլ նաև կարող հոգնածնի մեզ ու խանգարի աշխատանքային քաշով մոտեցման կատարմանը։ Քանի որ նույնիսկ թեթև քաշով բազմաթիվ կրկնությունները առաջացնում են calcium ion accumulation ու fatigue։ Այս ինֆորմացիայի հիման վրա տաքանալու ամենալավ պրոտոկոլը հետևյալն է։ Սկսեք թեթև կարդիոից ու ընտրեք այնպես կարդիոյի տեսակ, որտեղ այն մկանը, որը մարզելու եք, աշխատում է։ Այսինքն, եթե մեջքի մկաններն եք մարզելու այսօր, հեծանվի վրա տաքանալը շատ իմաստալից չի։ Վարժության վրա առաջին հերթին կարող եք անել աշխատանքային քաշի կեսով մոտ 2-3 կրկնություն զուտ փորձելու համար ու տեսնելու, թե մարմնում ինչ-որ ցավեր կան, թե չէ։ Դրանից հետո մի քիչ ավելի ծանր քաշով, օրինակ աշխատանքային քաշի մոտ 70-80%-ով, արեք 1 կամ 2 կրկնություն մաքսիմալ ջանքով, որպեսզի մաքսիմալ շատ մկաններ ակտիվանան ու ենթարկվեն post-activation potentiation-ի։ Սրանից հետո 1-2 րոպե հանգիստ եւ կարող եք անել հենց աշխատանքային քաշով մոտեցումը։ Նաև ավելացնեմ, որ ավելի բարդ ու ծանր վարժություններ անելուց, օրինակ barbell back squat, կարող իմաստալից լինի անել մի քանի տաքանալու մոտեցում ու քաշը կամաց-կամաց շատացնել։ Սակայն ես միևնույնն է ամեն մոտեցման մեջ 2-3 կրկնությունից ավել չի անի։ Մեկից ավել մոտեցումներ անելու հիմնական պատճառը ֆիզիոլոգիական չի, այլ ավելի շատ հոգեբանական է։ Քանի որ սրանք ավելի բարդ վարժություններ են, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես ու վստահ լինես, որ կկարողանաս աշխատանքային քաշով մոտեցումը անել։ Ու իմ փորձից ելնելով կարող եմ ասեմ, որ դանդաղ քաշը ավելացնելը սրան օգնում է։